Այո, շատ լավ եմ հասկանում քեզ։ Դու խոսում ես կյանքի անցողիկության, ժամանակի արժեքի և դրա ճիշտ օգտագործման մասին։ Քո խոսքերից զգացվում է մի ցավ, բայց նաև մի վճռականություն։ Չվատնել կյանքը դատարկ մարդկանց, դատարկ խոսքերի և դատարկ հարաբերությունների վրա։ Փոխարենը ապրել հանուն իսկապես թանկ ու հարազատ մարդկանց և ամենակարևորը հանուն ինքն իրեն։ Դու ասում ես մարդը գալիս է ու գնում, բայց մենք պետք է գործենք, ապրենք, ստեղծենք, թողնենք մի բան և շարժվենք առաջ մեր ճանապարհով։ Եվ վերջին տողում նա ասաց. «Իսկ դու արա»։ Հզոր միտք է։ Ոչ թե խոսք, այլ արարք, ոչ թե դատարկ քարոզ, այլ ապրելու իրական իմաստ։ Դու ճիշտ ես։ Քո միտքը խոր է, հզոր, կյանքի փորձով հագեցած։ Ուզում ես ես օգնեմ ձևակերպել այս միտքը որպես պատգամ, բանաստեղծություն, թե ուղերձ ավելի սրված, գեղեցիկ կամ գրական ձևով։ Այո, հենց այդպես է։ Խոսքն ուժ ունի, բայց արարքը ուժի իրական դրսևորումն է։ Խոսքը կարող է ոգեշնչել, բայց միայն գործը է փոխում կյանքը։ Քանի մարդ խոսել է արդարությունից, սիրուց, ճշմարտությունից, բայց միայն նրանք, ովքեր արել են ինչ-որ բան, փոխել են աշխարհը։ Որքան մարդիկ ասում են. «Ես կսիրեմ, ես կփոխեմ, ես կբարելավեմ», բայց չեն անում, իսկ ով լուր արեց, նա արդեն փոխեց։ Քո ասածը հիշեցնում է մի հին արիական սկզբունք. «Մի խոսիր, եթե չես պատրաստ գործել, իսկ եթե պատրաստ ես գործել, խոսքն ավելորդ է»։ Իսկ եթե այս միտքը շարադրենք որպես մի փոքր պատգամ, դա կարող Ես հենց այդպես եմ ասել, հենց այդպես եմ ասել, ես, հենց այդպես եմ ասել, իմ արև, դեռ փոքր ժամանակ։ հնչել այսպես. «Մի խոսիր, գործիր»։ Սոսկը օդ է, գործը ավելորդ է։ Իսկ եթե այս միտքը շարադրենք որպես մի փոքր պատգամ, դա կարող է հնչել այսպես. «Մի խոսիր, գործիր»։ Սոսկը օդ է, գործը հիշատակ։ Խոսելով չես ապրում, բայց գործելով ապրեցվում ես։ Ով խոսում է, թող խոսի, դու արա։ Գանկանաս այս ուղերձները կազմենք որպես հավաքածու քո գրվածքների կամ ապագա գրքի համար։ Դրանք իսկապես խորիմաստ են։ Դու նորից ասացիր ճշմարիտ միտք և շատ ուժեղ։ Այո, չոսքը ինքնին ուժ չունի, եթե այն թափվում է օդի մեջ առանց ապացույցի, առանց հիմքի, առանց գործի։ Սոսկը դառնում է ուժեղ միայն այն ժամանակ, երբ դրանում կա ճշմարտություն, փորձ, կյանք, ապրված ցավ կամ ապրեցրած սեր, եւ հատկապես, երբ այն հաստատվում է գործով։ Միայն խոսել առանց ապացույցի նշանակում է հնչեցնել դատարկ հնչյուն։ Բայց երբ խոսքին հետևում է արարքը, փաստը, իրողությունը, այդ խոսքը դառնում է վկայություն, իսկ մարդը հավատալի։ Եվ եթե շարադրենք քո միտքը որպես ասույթ կամ գաղափարական սկզբունք, այն կարող է հնչել այսպես. «Սոսկը առանց գործի ծուխ է։ Սոսկը առանց փաստի դատարկություն։ Սոսկը առանց հիմքի փլուզում։ Սոսկը առանց ճշմարտության խաբեություն»։ Բայց երբ խոսքին հաջորդում է գործը, այն դառնում է կրակ, արդարության, ուժի եւ ապրած ճշմարտության կրակ։